Բարի օր, այսօր Civilnet-ի տաղավարում ես հյուրընկալել եմ փաստաբաններ Լուսինե Սահակյանին եւ Երվանդ Վարուսյանին, նրանք հունվարի 12-ին Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի հարազատների ներկայացուցիչներն են եւ այսօր մենք խոսենք, թե ինչ վիճակում է քրեական գործը։ Նախ Երվանդ Վարուսյանին հարցս ուղղեմ, Երվանդ արդեն շուրջ 4 ամիս է գրեթե անցել այդ ողբերգական դեպքից, բայց մենք ունենք այն հարցերը, ինչ ունեինք հունվարի 12-ին, այսինքն որևէ էական բացահայտում այս ամբողջ ընթացքում չկա։ Ամեն դեպքում ինչ կարող ես այս բանին ասել, որ հստակ է, որ կարող ես ասել հաստատված է այս բանին։ Այս բանի դրությամբ իհարկե որոշ հարցերի պատասխաններ այնուամենայնիվ ստացվել են նշանակված ու ավարտված փորձաքննությունների արդյունքում կազմված եզրակացություններով, որոնց ծանոթացել ենք նաև մենք, որոնց մասին նաև տեղեկացրել ենք ժամանակին հանրությանը։ Այս բանի դրությամբ որպես հաստատված վերջնական հանգամանք կարող ենք ասել, որ բոլոր սպանությունները կատարվել են մի ինքնաձիգից եւ դա այն ինքնաձիգն է, որը հայտնաբերվել է Ավետիսյանների տանը։ Մնացած հանգամանքների հետ կապված էլի կան պատասխաններ, կապված Բերմյակովի քրտինքը հագուստների, կոշիկների վրա հայտնաբերելու հետ կապված, ոչ իր քրտինք, որը խմբային առումով Արյան խմբի հետ համընկնում է իր հետ, բայց որոնց պատասխանները վերջնական կստացվեն իհարկե դատագենետիկական փորձաքննությունների արդյունքներով։ 4 ամիս է ճիշտ է անցել, բայց քննությունը այս բանին ընթանում է։ Փորձաքննությունները այն բնույթի փորձաքննություններ են, որոնք արագ ավարտվող չեն ցանկացած քրեական գործի պարագայում, ու այսօր ասել, որ այս 4 ամսում նախաքննական մարմինը բավարար է աշխատել, բավարար չի աշխատել, դեռևս շուտ է։ Երբ որ քրեական գործի նյութերին արդեն մենք ծանոթ կլինենք, այդ ժամանակ այդ գնահատականը տալ հնարավոր կլինի։ Լուսինե, ամեն դեպքում կարող ենք այս պահին արձանագրել, որ ամեն ինչ գնում է նրան, որ Բերմյակովը մենակ է եղել։ Իհարկե շատ վաղ է դրա մասին խոսել, որովհետև դեռևս չկան այն պատասխանները, որոնք մենք սպասում ենք, մասնավորապես դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը չկա, որի արդյունքում որոշակի հնարավոր կլինի ասել, թե նախ Բերմյակովը ունի առնչություն, թե չէ, որովհետև միայն այդ փորձագետի եզրակացությամբ մենք կկարողանանք որոշակի հետևություններ անել։ Բայց թե Բերմյակովը եղել է մենակ, թե եղել են մի քանի հոգով, նույնիսկ այդ եզրակացությունը չի կարող դրա պատասխանը տալ, որովհետև դա այլ քննչական գործողությունների արդյունքում պետք է ձեռք բերվեն այդ ապացույցները։ Համենայն դեպս այսօրվա դրությամբ մենք դեռ չունենք որևէ ապացույց եզրակացությունների տեսքով ստացված, որով մենք կարող ենք խոսել, որ հնարավոր այլ անձ եղել է այդ բնակարանում եւ թողել է հետքեր։ Երբ որ կլինի գենետիկական փորձաքննության եզրակացությունը, որովհետեւ արդեն իմ գործընկերը նշեց, որ այդ հագուստի վրա եւ նաեւ տանը հայտնաբերված ծխուկ կա, որի վրա նաեւ խմբային պատկանելությամբ համապատասխանել է Բերմյակովի Արյան խմբին, սակայն հնարավոր է, որ այդ գենետիկական եզրակացության արդյունքում մենք ստանանք լրիվ այլ եզրակացություն, որ օրինակ չնայած խմբային պատկանելությամբ նույնն է, բայց օրինակ ծխուկը պատկանում է այլ անձի, որը Բերմյակովը չէ։ Այդ ժամանակ կարող ենք հնարավոր համարել, որ այո, միգուցե արդեն խոսք գնա այլ անձի մասին կամ այլ եզրակացություններ ստանանք, որի արդյունքում կարողանանք դրա մասին խոսել։ Համենայն դեպս ձեռք բերված ապացույցներով դեռևս վաղ է խոսել դրա մասին, թե նա եղել է մենակ, թե եղել են մի քանի հոգով։ Երվանդ այս պահին ունեցած տվյալներով արժանահավատ թվում է այն վարկածը, որ սկզբում քննչական մարմինը հրապարակեց, թե Բերմյակովը ջուր խմելու էր գնացել, հայտնվեց պատահաբար Ավետիսյանների տան մոտ, մերժեցին եւ այլն։ Այս պահի դրությամբ կարող ենք ինչ-որ որ այս պահի դրությամբ ոչ մենք, ոչ դուք Բերմյակովի ցուցմունքներին ծանոթ չենք, ուստի շեշտը դնել այս կամ այն հանգամանքի վրա ժամանակին այսպես դաշտ նետված, ես կարծում եմ ճիշտ չի։ Ավելի լավ է այդ հարցում մենք մի քիչ համբերությամբ զինվենք, ժամանակին եթե հնարավորություն ունենանք Բերմյակովի ցուցմունքներին ծանոթանալ, կարծում եմ դրան այդ հանգամանքին գնահատականն ճիշտ կլինի հենց այդ ժամանակ տալ, այսինքն ինչքանով է դա այս կամ այն վարկածը իր կողմից առաջ քաշած, արժանահավատ, անարժանահավատ, հնարավոր էր այդպես լինել, թե անհնար էր այդպես լինել։ Դուք ասում եք, եթե կարողանանք ծանոթանալ Բերմյակովին, այսինքն Բերմյակովի ցուցմունքներին, այսինքն մենք այս պահին անգամ չգիտենք, թե դուք ունենալու եք
հնարավորություն ծանոթանալու, այսինքն այդ հարցը դեռ բաց է մնում, թե ինչքանով մեր կողմից կա մասնակցություն այդ Ինչի եմ ես եթեով ասում, զուտ այն հանգամանքը հաշվի առնելով, որ երկու տարբեր քրեական գործեր են քննվում։ Մենք գիտենք, որ նրան հարցաքննել են հայ քննիչները այն գործի շրջանակներում, որով մենք ներգրավված ենք, ու բնականաբար այդ ցուցմունքներին մենք ծանոթանանք։ Լավ, այս պահին դուք միայն հայկական կողմ քննվող քրեական գործով եք մասնակցում, ինչ է ձեզ հայտնի ռուսական կողմում քննվող քրեական գործի մասին։ Այս գործի առանձնահատկությունը եւ տարօրինակությունը նաեւ դրանումն է կայանում, որ գոյություն ունի երկու քրեական գործ։ Այսպիսի բան երևի պրակտիկայում շատ հազվադեպ կարող է հանդիպել, բայց ես համարում եմ, որ դա օրենքի սահմաններում չէ։ Եվ նկատի ունենալով նաև այդ հանգամանքը շատ լուրջ դժվարություններ են առաջացնում սա բոլորի համար եւ բոլոր կողմերի համար, անկախ նրանից, թե նրանք ասենք դժողի իրավահաջորդների ներկայացուցիչներն են, թե նույնիսկ քննիչները տարբեր քրեական գործերով քննություն վարող։ Մենք, քանի որ դժողների իրավահաջորդների ներկայացուցիչ ենք, մեր իրավունքները բավականին սահմանափակ են օրենքով եւ մենք կարողանում ենք ծանոթանալ շատ այս փուլում շատ քիչ ապացույցների կարող ենք ծանոթանալ։ Ինչ վերաբերում է ռուսական կողմին, մենք նույնիսկ ներգրավված չենք այդ գործով, ճիշտ ասած չենք էլ պատրաստվում առայժմ, դա հետագայի քննարկման հարց է, բայց եթե այդ քրեական եւ նաեւ քննարկվում է այն հարցը, ինչպես տեղեկացանք մամուլից եւ նաեւ բազմաթիվ հանդիպումներից, որ փորձ է կատարվում, որպեսզի այն վարույթը միացվի հայկական կողմում քննվող վարույթին։ Եթե դա ստացվի, ապա մենք հնարավորություն կունենանք նաև ծանոթանալու այդ քրեական գործի այդ նյութերին։ Եվ դա շատ կարևոր է, որովհետև առաջի օրերին կարողացել է ռուսական կողմը հնարավորություն է առնվազն ունեցել, որպեսզի ձեռք բերի ապացույցներ, որոնք հայկական կողմը հնարավորություն չի ունեցել ձեռք բերելու, մասնավորապես օրինակ Պերմյակովի մարմնից պետք է վերցնեին բազմաթիվ նմուշներ, քթանցքից եւ այլն, ականջախեցիներից, որպեսզի ստուգվեր արգասիքի արկայությունը կրակոցի եւ փորձ արվել պարզելու, թե վերջին հաշվով ինքն է արդյոք կրակող անձը, թե ոչ։ Եվ բազմաթիվ այլ ապացույցներ, որոնք չէր կարող ձեռք բերել հայկական կողմը, որովհետև հայկական կողմը շատ ավելի ուշ է կարողացել աշխատել Պերմյակովի հետ։ Բացի դա, մենք գիտենք, որ շատ կարևոր է, թե ինչ ցուցմունքներ է տալիս անձը սկզբնական շրջանում եւ նաեւ զարգացումները նրա ցուցմունքի, թե սկզբում ինչ է ասում, վերջում ինչ է ասում, արդյոք այդ ցուցմունքները նույնական են, թե տարբերվում են, որովհետև նա հնարավորություն է ունեցել մտածելու կամ որոշակի ապացույցներ համադրելով այլ ցուցմունքներ տալու։ Այսինքն սա շատ կարևոր է։ Եվ սա շատ լուրջ խնդիր է, եւ մենք միշտ ասում ենք, որ այս խնդիրը ծագել է այն պատճառով, որ մեր իրավապանները չեն կատարել իրենց պարտականությունը առաջի օրերին։ Եթե իրենք պատշաճ կատարեին իրենց լիազորությունները, իրենց պարտականությունը եւ Պերմյակովը լիներ, իհարկե իրենք ձերբակալեն, այսպիսի իրավիճակ չէր կարող լինել եւ դա շատ տարօրինակ է, առնվազն մեր իրավապանները պետք է կարողանան պատասխանել այդ հարցին, թե ինչպես են իրենք գործել, որ չեն կարողացել ձերբակալել Պերմյակովին։ Հիմա տեսեք ինչ է ասում է, որ Պերմյակովը փորձ է արել սահմանահատել եւ այլն եւ այլն։ Եթե մենք դնելու համադրելու լինենք քրեական գործի նյութերը, որոշակի ծանոթ լինելով Գյումրիի տարածքին, ծանոթ լինելով, թե որտեղ է գտնվում ռազմաբազան, որտեղ է գտնվում սահմանը, մենք կհասկանանք, որ մեր իրավապանները ընդհանրապես չեն աշխատել։ Այսինքն մեր իրավապանները ամեն ինչ արել են, որպեսզի ռուսական կողմը կարողանա ինքը ձերբակալել Պերմյակովին։ Եվ սա արդեն ես համարում եմ շատ լուրջ խնդիր հայկական կողմի համար եւ իրավապանների համար եւ ես կարծում եմ, որ իրավապանները պետք է պատասխանատվություն կրեն դրա համար, որովհետեւ այսօր մենք ունենք մի իրավիճակ, մի քրեական գործ, որով արդյունավետ քննության հասնել, այն չափով, որ չափով կհասնեին, եթե Պերմյակովը պատշաճ կարգով ձերբակալվեր եւ գտնվեր հայկական կողմում, այլևս անհնար է, որովհետեւ հիմա պատառներ տարբեր քրեական գործերից պետք է վերցվի, մի կողմը մի հնարավորություն է ունեցել, մյուսը մյուս հնարավորությունն է ունեցել եւ այդ կիսատ հնարավորությունների պայմաններում իհարկե արդյունավետությունը քննության ապահովել լիարժեք անհնար է։
Երբ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին վերջերս Գյումրիում այցելեց Ավետիսյանների շիրիմին եւ հայտարարեց, որ հայ ժողովրդի խնդրանքն է, որ նրա դատավարությունը լինի Հայաստանում, ուստի եւ նրանք դա ամեն հավանականությամբ այդպես էլ կլինի։ Նախ Ավետիսյանների հարազատները ինչ են մտածում, արդյոք նրանք իսկապես համաձայն են, որ հենց դա է իրենց խնդրանքը, որ Հայաստանում լինի դատավարությունը։ Նախ մենք ոչ մեկից խնդրանք չունենք։ Հասկանում եք ինչ ասել է խնդրել։ Հա? Ումից ուզում է լինի։ Եթե կա ինչ-որ խնդիր, դա պահանջ է առաջին հերթին։ Հետո մենք խնդրողի դերում չպետք է լինեինք։ Դրա համար մեր ոստիկանությունը դի գործով զբաղվեր, ոչ թե, չգիտեմ, հարյուրավոր հոգիներով գային այդ դեպքի վայրում լցվեին, չգիտեմ ինչով զբաղվեին։ Երբ որ կզբաղվեին իրենց գործառույթով, հա, մենք այսօր ոչ մեկից ոչ խնդրելու, ոչ պահանջելու չէինք էլ ունենա որևէ խնդիր։ Ինչի մասին է խոսքը, խնդրել էսպես այնպես։ Ինչ վերաբերում է որտեղ կդատվի, ինչ հանգամանքներում, մենք այս պահին մեկնաբանություններից փորձում ենք զերծ մնալ, զուտ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ ինչ-որ իրավական գործընթաց է գնում Հայաստանի ու Ռուսաստանի դատախազությունների միջև, որի մասին ըստ էության մենք բովանդակային առումով տեղյակ չենք, ոչ պատասխանը կա, ոչ հրապարակված է նամակը։ Ես կարծում եմ այսօր վաղ է դրա մասին գնահատական տալ, ինչ է լինելու, ոնց է լինելու, ինչքանով է դա իրավական առումով ճիշտ լինելու, ինչքան է դա իրավական առումով սխալ։ Ամեն դեպքում Հայաստանի տարածք ասվածը ենթադրում է նաև ռուսական Իրանք ուղիղ ասում են, որ Հայաստան տարածք ասելով իրենք հասկանում են իրենց զինվորական դատարանը գա ռուսական ռազմաբազայում անցկացնի դատավարություն։ Իրենք չեր էլ արդյոք սահմանադրությանը հակասող չի, երբ արտագնան իստալինում նման կետում։ Ես նորից եմ ասում, այսօր ես դրա գնահատականը չեմ։ Խոսքը ոչ թե այս դեպքի մասին, այլ ընդհանրապես, եթե նման բան լինի, արդյոք դա սահմանադրությանը հակասող չի։ Ում սահմանադրություն։ Հայաստանի սահմանադրությանը։ Այ հենց այդ է խնդիրը, արդյոք Հայաստանի սահմանադրությունը ընդհանրապես այս գործով որևէ փուլում դեր ունենալու է, թե չէ։ Մենք դա չգիտենք այսօր։ Հասկանում եք, այսինքն իրավիճակի զարգացմանը զուգընթաց նոր կարելի է ինչ-որ իրավական գնահատականներ տալ, բայց ես ելի եմ ասում, պետք էր առաջի օրը այս մասին մտածել։ Հասկանում եք, պետք էր գործ անել։ Ոչ թե զբաղվել չգիտեմ ինչով։ Լուսինե, այս պահին ով է պաշտպանում Պերմյակովի շահերը ու հայ-քնչական մարմինները ինչպես կարող են ընդհանրապես քննություն անել, երբ նրանք չունեն մեղադրյալ իրենց մոտ։ Սա մի քիչ աբսուրդային չի թվում։ Իրավիճակը բավականին բարդ է։ Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ վերջին հաշվով մենք պետք է նկատի ունենանք, որ պետությունը ունի պոզիտիվ պարտավորություն սահմանված կոնվենցիայի 2-րդ հոդվածով կյանքի իրավունքի իմաստով, եւ այդ պոզիտիվ պարտավորության մեջ է մտնում արդյունավետ քննության իրականացումը։ Այդ պարտականությունը կրում են այսօր երկու երկրներն էլ, եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը։ Հայաստանի Հանրապետությունը իր այդ պարտավորությունը կրելով որոշակի գործողություններ պետք է կատարել, բայց կանգնած է փաստի առջև, որովհետև իրականում շատ դժվար է, երբ որ կարող է քննվել քրեական գործ մեղադրյալի բացակայությամբ։ Այդպիսի քրեական գործեր բազմաթիվ կան, որովհետև մենք գիտենք, որ կան անձինք, որոնք օրինակ գտնվում են հետախուզման մեջ եւ այլն, բայց քրեական գործը շարունակվում է քննվել։ Քննվում է նրա բացակայությամբ, մինչև այն փուլը, երբ որ այլևս անհնար է քննել նրա բացակայությամբ, կասեցվում է մինչև որ անձը հայտնաբերվի։ Այսինքն միայն այն, որ քննվում է քրեական գործը մեղադրյալը չկա, դա դեռևս չի նշանակում, որ գործը չի կարող քննվել, բայց այստեղ մենք ունենք իրավիճակ, երբ որ մեղադրյալը եւ կա եւ չկա։ Այսինքն եւ կա, որ կարողանում են որոշակի քննություն կատարել նրա հետ, վերջին հաշվով մտել են, կարողացել են հարցաքննել նրան։ Եվ չկա, որովհետև շատ դժվար է, երբ որ դու հարցաքննում ես անձին, որը մի հարց է, երբ որ անձը գտնվում է լիարժեք քո իրավասության տակ եւ հարցաքննվում է քո կողմից, մի այլ բան, երբ որ դու հյուրի կարգավիճակով ես նրան հարցաքննում, այսինքն նաև հարցաքննության այդ ցուցմունքի արդյունավետության մասին մենք պետք է խոսենք, չէ՞, արդյոք արդյունավետ է լինելու այդ ցուցմունքը եւ ինչքան դա կլինի ճշմարտացի ցուցմունք, երբ որ դու հյուրի կարգավիճակով նրան հարցաքննում ես։ Ընդ որում, քանի որ մենք քրեական գործընյութերին ծանոթել չենք, մենք չգիտենք, թե այդ հարցաքննությունը ինչպես է տեղի ունենում, այսինքն այդ հարցաքննությանը մասնակցում են միայն մեր քննիչները աշխատելով Պերմյակովի հետ, թե այնտեղ գտնվում են նաև այլ անձինք,
որովհետև վերջին հաշվով նա կալանավոր է, կալանավորված անձ է եւ նրա համար պատասխանատու է Ռուսաստանի Դաշնությունը։ Այսինքն այստեղ կա շատ լուրջ խնդիր, շատ լուրջ։ Իսկ ով է պաշտպանում Պերմյակովի շահերը այս բանը։ Ճիշտն ասած, մենք նման տեղեկություններ չունենք, թե նրա շահերը ով է ներկայացնում, համենայն դեպս հրապարակումներ եղան մամուլում, բայց քանի որ մենք պաշտոնապես դրա մասին տեղեկացված չենք կարող ասել, թե իրականում ով է նրա շահերը ներկայացնում։ Ամենայն դեպս եղան հրապարակումներ, որ Ռուսաստանի Դաշնությունից ինչ որ փաստաբան է հրավիրված, բայց թե իրականության դա համապատասխանում է, թե չի համապատասխանում, չենք կարող ասել, որովհետև մենք Ռուսական Դաշնությունում քննվող քրեական գործին ընդհանրապես ծանոթ չենք։ Երևան ամեն դեպքում մենք ճիշտ է եթեների դաշտում ենք ըստ էության խոսում, որովհետև որևէ հստակ բան չունենք այս պահին։ Ամեն դեպքում նույն իմ նշած ռուս պաշտոնյայի Սլուցկի օգնականն էլ ասել էր, որ քննությունը պետք է, այսինքն դատաքննությունը հնարավոր է նաև փակ լինի եւ միայն վճիռը հասանելի կդառնա։ Սրա մասին ինչ կարող ես ասել, հաշվի առնելով, որ մենք process-ից դուրս ենք քաղաքական գործիչների հայտարարությունները չեմ էլ ուզում մեկնաբանել, էլի։ Ես անկեղծ ասեմ, այդ օգնականը ինքը դեռ չգիտի ինչ է լինելու, ոնց է լինելու, դռնբաց է լինելու, դռնփակ է լինելու, ինչու է դռնբաց, կա հիմքեր որոշակի, որոնց պայմաններում դատավարությունը կարող է դռնփակ անցկացվել։ Իսկ որպես կանոն պիտի լինի դռնբաց։ Եթե կան որոշակի օրենքով սահմանված սահմանափակումներ, որ կարող է դռնփակ անցկացվել, դրանց արկայության դեպքում միայն այդ այս դեպքում կան նման կարող է այս դեպքում դեռևս նման հանգամանքներ չկան։ Մեզ հայտնի։ Հասկանում եք, բայց երբ որ քրեական գործով քննությունը կավարտվի, դատավարությունը սկսվելու կլինի, եթե կլինեն տենց հանգամանքներ, այդ ժամանակ է քննարկենք։ Արդյոք դրանք հիմք տալիս են դռնփակ դատավարություն անցկացնելու, թե ոչ։ Լուսնե, դուք ասացիք, որ տեղյակ չեք, թե Գևորգ Կոստանյանի նամակը ինչ բովանդակություն ունի եւ պատասխանել դեռ չկա, բայց դուք կարծեմ հանդիպել եք Գևորգ Կոստանյանին, ինչ տվեց այդ հանդիպումը, ինչ քննարկվեց, որտեվ ինձ Երեմ Սարգսյանը մյուս ներկայացուցիչը ասաց, որ իրավաբանների զրույց պետք է լինի։ Ինչ քննարկվեց։ Ճիշտն ասած, այդ քննարկման արդյունքում մեզ համար բազմաթիվ հարցեր պարզ դարձան, որովհետև մեր մոտ բազմաթիվ հարցեր էին ծագել շատ խնդիրների հետ կապված, նոր քրեական գործի հարուցման հետ կապված, իրավաբանների պատասխանատվության հետ կապված, այդ նույն նամակի հետ կապված։ Եվ ինչ ասաց նա։ Եվ այդ քննարկման արդյունքում մենք հասկացանք, որ իրականում կան խնդիրներ, որ այդ նամակը բաց լինելու դեպքում լուրջ խնդիրներ կառաջանա գործի արդյունավետ քննության իմաստով եւ մենք ուղղակի ակնկալում ենք, որ հնարավորինս շուտ կստացվի պատասխանը, հնարավորինս շուտ գործընթացներ կլինեն, որի արդյունքում մենք կկարողանանք մանրամասն ծանոթանալ այդ նամակների բովանդակությանը եւ վերջին հաշվով մեր համար կարեւորը նա է, որ ստացվի ինչ-որ մի արդյունք, որի պարագայում մենք կկարողանանք արդյունավետ քննությունից խոսել, որովհետեւ նամակի համենայն դեպս հրապարակված մասով մենք գիտենք, որ վարույթի պահանջ է ներկայացվել, որպեսզի վարույթը հանձնվի հայկական կողմին, եւ եթե ստացվի Արդյոք Կոստանյանը հաստատեց, որ նման պահանջ կա այդ նամակում։ Դա նաեւ հաղորդագրությամբ էր հրապարակվել։ Նաեւ հաղորդագրությամբ հրապարակվել էր, որ պահանջը եղել է վարույթը հանձնելու, որովհետեւ մինչ մեր հանդիպումը արդեն հաղորդագրություն էր տարածվել, որում նշվել էր դա։ Եվ եթե խնդիրը նա է, որ վերջին հաշվով գոյություն ունի նախաքննական գաղտնիք եւ որոշակի տվյալներ, որի պարագայում, որի քննարկման արդյունքում էլ հնարավոր է պահանջել վարույթը, այսինքն ամենայն դեպս նամակում, որքան մենք հասկացանք, կան այնպիսի տվյալներ, որոնք իրենց մեջ նախաքննական գաղտնիք էին պարունակում եւ դրա հրապարակումը կարող էր հանգեցնել գործի բազմակողմանի քննության համար լուրջ խոչընդոտներ կարող է։ Այն դեպքում դուք նշեցիք, որ ոստիկանությունը թերացել է, այս դեպքում ձեր տպավորությամբ դատախազությունը թերացում ունի, թե ոչ։ Դատախազությունը Պերմյակովի հետ կապված, որ Պերմյակովը հայտնվել է այնտեղ, խոսքը ոչ թե հայտնվել է, այլ իր պարտավորությունների կատարման առումով։
Ես պետք է նշեմ, որ մենք պետք է պատկերացնենք, թե գլխավոր դատախազությունը վերջին հաշվով ինչու էր այս գործառույթը ինքը կատարում, որովհետև ընդհանրապես եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով եւ նաեւ բազմաթիվ կոնվենցիայով, որոնց անդամ երկիր ենք մենք, այդ գործառույթը իրականացնում է գլխավոր դատախազությունը, եթե խնդիր է առաջանում երկու երկրների միջև, այսինքն այդ երկու երկրների գլխավոր դատախազներն են իրար հետ շփվում եւ այդ խնդիրը լուծում։ Եթե խոսքը վերաբերում է Պերմիակովի ռուսական կողմում հայտնվելու հետ, իսկ ամենալուրջ խնդիրը մեր համար դա է։ Այստեղ խնդիր իրավապահ մարմիններն են, այսինքն ոստիկանության գործառույթներ, որը ոստիկանությունը ի կատար չի ածել։ Իսկ հետո արդեն թե այս վարույթները պահանջելը արդյոք եղել է իրավաչափ, թե ոչ, մենք դրան գնահատական կարող ենք տալ միայն այն բանից հետո, երբ որ մենք ունենանք այդ նամակագրությունը եւ մենք կտեսնենք, թե արդյոք այդ կար խնդիրներ, որ դատախազությունը կարող էր լուծել այդ նամակների միջոցով եւ չի փորձել անել։ Այսօր քանի որ բովանդակությունը բացահայտված չէ, զուտ տեսական ունենալով որոշակի տվյալներ մեր հանդիպման արդյունքում, բացի դրանից հաղորդագրությունը զուտ այդ իմաստով չեն կարող ասել դատախազությունը արդյոք կատարել է իր բոլոր պարտավորությունները, թե ոչ։ Համենայն դեպս պետք է պատկերացնելու լինենք, որ այս գործով դատախազությունը միայն այդ գործառույթը կարող է իրականացնել։ Ոստիկանությունը պետք է իրականացներ իր գործառույթը, որպեսզի Պերմիակովին ձերբակալեն եւ հետո խնդիր չառաջանար քննչական մարմինների համար, իսկ մնացած արդեն բոլոր ապացույցների հավաքագրման եւ ընդհանրապես քրեական գործի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության համար պատասխանատուն արդեն քննչական կոմիտեն է։ Դատախազությունը վերահսկողություն իրականացնող է դառնում։ Վերջին հարցս Երվանդ Վարդանյանին, ամեն դեպքում մենք ըստ ձեզ ինչքան դեռ պետք է սպասենք կոնկրետ տեղեկատվություն հստակ որևէ բան իմանալու համար եւ Ավետիսյանները արդյոք պատրաստ են սպասել, քանի որ դուք շփվում եք նրանց հետ։ Ամենադժվարը Ավետիսյաններին է հենց սպասելը։ Մենք մեզ բոլորի շատ ավելի հեշտ է սպասել, քան իրենց։ Բայց գիտեք ոնց կոնկրետ ժամկետներ այսպես հայտնելը անշնորհակալ գործ է, բայց ես կարող եմ ասել մի բան, որ նշանակված փորձաքննությունների բնույթն այնպիսին է, որ համոզված եմ, որ դեռ պիտի սպասենք։ Այսինքն մի ամիս, երկու ամիս մոտավորապես ըստ պրակտիկայի ինչքան են տևում այդ փորձաքննությունները։ Չէ, անհնար է կանխատեսել։ Հստակ։ Գենետիկական փորձաքննությունը տևում է ամիսներ։ Միշտ ցանկացած գործով։ Շատ լավ, շնորհակալություն։ Ու կարծում եմ, որ մոտակա 1-2 ամիսներին ելի մի խումբ կարևոր հարցերի պատասխաններ այնուամենայնիվ կստանանք։ Շնորհակալություն, կհանդիպենք Civilnet-ում, ինչ հանդիպում։